Pink Berry, վայելիր այս պահը։ Եթե հավատանք Ռոբերտ Դե Նիրոյին, ուրեմն ամբողջ տաղանդը ճիշտ ընտրություն կատարելու մեջ է։ Ողջույն Դե Նիրո, ողջույն Հայաստան, ողջույն Սփյուռք։ Եվ իհարկե ողջույն տաղանդավոր հեռուստադիտող Got Talent Հայաստանն է Շանթի եթերում։ Ողջունենք մարդկանց, որոնք ընտրության առջև են միշտ եւ ամենուր։ Նա ընտրել է հայ երգի ճանապարհը, որովհետեւ հայ երգը կարող է դիպչել քար սրտերին եւ ջերմացնել։ Անդրե Նա ընտրություն է կատարել թե բեմում, թե անձնական կյանքում եւ երկուսն էլ նրա երջանկություն են պարգևել։ Կրկնակի երջանիկ Վիկտորիա Մարտիրոսյան։ Վայ, նրա ընտրությունը միշտ եղել է անկեղծություն, թե բեմում, թե կյանքում։ Անկեղծ Սյուզաննա Մելքոնյան։ Նա ընտրել է այն աշխարհը, որտեղ փոխվում են դերերը, բայց ոչ մարդը։ Միշտ նույն, միշտ իրական Տիգրան Գյուլումյան։ Ողջունենք մարդկանց, որոնք իրենց ներկայությամբ ջերմացնում են մթնոլորտը։ Մեր շատ սիրելի հանդիսատես, ողջույն։ Եվ իհարկե ողջունենք նրանց, որոնք օգնում են համատեղ իրականացնել հրաշալի նախագիծը Շանթի եթերում։ Շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին։ Մեր գործընկերն է SVH Travel ընկերությունը։ Նախագծի հաղթողը SVH Travel-ի կողմից ստանալու է գլխավոր մրցանակը։ Մրցանակի մասին կիմանաք շատ շուտով։ SVH Travel, երբ ճամփորդությունը միավորում է ընտանիքը եւ ընկերներին։ Got Talent Հայաստանն է Շանթի եթերում եւ այսպես մեկնարկում է կիսա եզրափակիչ փուլը։ Փուլ, որտեղ իրենց ուժերն են փորձելու 16 մասնակից։ Այսօր պայքարելու է առաջին ութնյակը։ Ուշադրություն, ուշադրություն։ Այս պահից սկսած մասնակիցների ճակատագիրը նախագծում որոշելու է ոչ միայն ժյուրին, այլև հեռուստադիտողը։ Իսկ դա նշանակում է, որ ծրագրի ավարտից անմիջապես հետո սկսվելու է քվեարկությունը։ 8 մասնակցից միայն 4-ն են անցնելու եզրափակիչ փուլ։ Նրանցից երկուսին կընտրի հարգելի հեռուստադիտողը իր առավելագույն ձայներով, իսկ մյուս երկուսին ընտրելու է պրոֆեսիոնալ ժյուրին, հենց տեղում, հենց քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ։ Ահա եւ ձեզ կանոնները։ Ներկայացնեմ քվեարկության կարգը։ Թիմի Viva-ի Yukon-ի բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել 44-49 կարճ համարին, նշելով իրենց նախընտրած մասնակցի հերթական համարը։ Յուրաքանչյուր հեռախոսահամարից հաշվելու է 1 ձայն։ Կարող եք նաև քվեարկել Շանթ հեռուստաընկերության պաշտոնական կայքեջում, ինչպես նաև Շանթի եւ Got Talent Հայաստան նախագծի Facebook-յան եւ Instagram-յան էջերում տեղադրված հղումով։ Խնդրում ենք մեկնաբանություններ նամակներ չգրել, որովհետեւ դրանք հաշվի չեն առնվում։ Պարզապես անցեք հղումով եւ քվեարկեք։ Քվեարկությունը կսկսվի ծրագրի ավարտից անմիջապես հետո եւ կտևի 1 ժամ։ Սա է քվեարկության կարգը։ Եղեք առավել ակտիվ, եղեք ուշադիր, հիշեք, դուք եք որոշում տաղանդավոր մասնակիցների ճակատագիրը։ Ձեր անգամ 1 ձայնը կարող է շատ վճռորոշ լինել եւ փոխել նրանց երազանքի ուղին։ Դե ինչ ժամանակն է սկսել առաջին ելույթը։ Մեր առաջին մասնակիցը կոտրում է ձգողականության բոլոր օրենքները։ Օդում ստեղծելով ուժի եւ ճկունության կատարյալ համադրություն։ Դիմավորեք բարդ հնարքների վարպետ Евгений Бунков։ Возьмите меня в финал, пожалуйста. Меня зовут Женя. Мой путь в цирк начался с классической борьбы. Я ходил на борьбу, и у меня была одноклассница, которая ходила в цирковую студию. Но она мне там понравилась, и я решил быть поближе к ней. Так я пошел в цирковую студию, год там позанимался и спросил у нее, куда ты будешь поступать. Она говорит, в ГУЦИ. Это Государственное училище циркового и эстрадного искусства имени Румянцева-Карандаша. Ну, я поехал, поступил, так я попал в цирк. В Армении я искал контракты, мне попался контракт в город Ереван. Очень, кстати, рад, что именно он мне попался. Очень люблю Ереван, прям
Ой, вот приехал сюда, и прям вот чувствуется запах, вкусная еда, прям, ну, очень хорошо, очень приятные, отзывчивые люди, прям очень мне нравится. Я бы с удовольствием здесь жил. У меня есть утренняя рутина, я просыпаюсь, первым делом я делаю вакуум, это, я вам, можно покажу, это делаешь вдох, выдыхаешь и максимально втягиваешь живот. Это массаж для внутренних органов. Ну все, пью кофе, иду на завтрак, потом иду разминаться. Самый любимый мой трюк на мачте, когда я вешу вот так и просто вот так вот переворачиваюсь, падаю вниз. Не знаю, просто мне нравится его делать больше всего. Самое трудное — это воздушный полет все-таки, потому что нас там очень много, и если мы завалим трюк, то ну, это надолго. Поэтому я каждый раз стою, думаю, блин, хоть бы получилось, хоть бы получилось. Я всю жизнь тренируюсь, всегда тренируюсь. И от цирка ты тренируешься, тебе еще за это платят, поэтому я это люблю. Я шел сюда вообще без каких-либо ожиданий, я просто хотел проверить себя, так сказать, встряхнуться, и это получилось. Я рад, что я пошел на это шоу. Благодаря этому проекту я не ленился. Я в ускоренном темпе сделал очень хороший, крутой номер, и я надеюсь, что вот его заметят, и будет классно, потому что это первая моя такая серьезная работа.
Եվգենի Բունկով համար 0-1։ Լսենք ժյուրին։ Все было отработано, на мой взгляд, отлично. Костюм проверку не прошел. Но вы прошли. Костюмն է որ պետք է գեղեցկացնի քեզ այդ невеста севера, если посмотрите, там такая фраза есть у нас. В конце, когда ты челюстью ударился об пол. Я не ударился, это так задумано. Я знаю. Я же знаю, у вас была поддержка в ногах, но было такое впечатление, что удар произошел. То есть эффект получился. Я поздравляю вас. Вы сами, да, номер поставили себе? А мне помогал Захар. Вот он сидит, хореограф. Молодец. Молодец, браво. Во-первых, спасибо вам за ваш образ. Это было очень красиво. Для сцены придумано все и очень аккуратно. А ваша пластика – это нечто другое. Слышал? Я хорошо танцую. Он недоволен, да? Ну, педагоги, они такие. Надо быть такими, чтобы наши студенты в один прекрасный день совершили такое чудо, как вы сейчас на сцене. Лично, на мой взгляд. Я вас поздравляю. Спасибо. Спасибо вам большое. Хореограф недоволен, да? Как? Вы недовольны, да, Евгений? Он доволен, он просто прекрасен. Что? Он прекрасный, я абсолютно доволен. Ինչ շատ դուր է գալիս, որ ամեն անգամ Եվգենիի մոտ ամենակարևորը կա աճ, բեմադրություն, ամեն ինչ, օբրազ, աշխատած։ Այս ամենակարևոր բանն է, որ ինքը երկար պատրաստվում է հատուկ եւ ամեն անգամ չի բավարարվում են հնարքները, որ ինքը հիանալի անում է ու ամեն անգամ մեզ ներկայացնում է այն, ինչը որ շատ ավելի բարդ է։ Առաջին այդ Spider-Man-ի հնարքը դա ուղղակի հիանալի էր։ Фантастик ունեք տեխնիկա։ Мой любимый фильм это Spider-Man. Շնորհակալություն, спасибо։ Вам спасибо. Տիգրան ջան, ձեզ թարգմանիչ պետք է։ Իհարկե, միայն ամրել։ Լսում եմ։ Ես բեմի վրա տեսա իսկապես երկու տարբեր ոլորտների սիրտես, սպորտային, հա եւ ուղղակի տեսողական արվեստի մեջ յասքանչեր ապրես։ Բրավո, спасибо։ Мой любимый спортсмен это Спитак Арч. Всем շնորհակալություն։ Вот, տեսակ, մարդը հայերեն ասեց։ Եվգենի Բունկովը կարող է անցնել եզրափակիչ եւ փայլել ավելի բարդ հնարքներով, եթե քվեարկեք նրա օգտին, նրա հերթական համարն է 0-1։ Ծափարություններով ճանապարհենք նրան։ Спасибо тебе։ Нет, я это уберу, я уберу. Это мое. Нет, это не мое. Պատկերացրեք, ականջակալով եք, որի մեջ ինչ-որ երաժշտություն է հնչում, իսկ դուք պարտավոր եք նվագել միանգամայն ուրիշ երաժշտություն, ուրիշ ռիթմով, ուրիշ տոնայնությամբ։ Դժվար է, չէ՞ իրականում։ Բայց ոչ մեր հաջորդ մասնակցի համար։ Դիմավորեք Նարա Բաբայան։ Նարա Բաբայանն եմ, 6 տարեկանից հաճախում եմ կանոնի, 9 տարեկան եմ։ Ես կանոն ընտրել եմ այն իրանով, որ տեսել եմ Արա Գևորգյանի Երևան տեսահոլովակը, գործը, կանոնահարուհիները նվագում էին այդ գործը եւ մտածեցի, որ ցանկանում եմ գնալ կանոնի եւ մտածեցի, որ օրից մի օր այդ գործը կնվագեմ։ Եվ արդեն ես կանոնահարուհիների մեր համույթով նվագում եմ այդ գործը։ Այդ նոտաները, լարերը շատ գեղեցիկ էր, կանոնը ինձ դուր եկավ թե ինչպես են նվագում, շատ քնքուշ հայկական գործիք են, բացի այն, որ հաճախում եմ կանոնի եւ դաշնամուրի, նաեւ մասնակցում եմ կանոնահարուհիների համույթում։ Ես առօրյայում չեմ հոգնում, որովհետեւ ես վայելում եմ ամեն մի իմ խմբակը։ Բացի կանոնից նաև սիրում նկարչությունը, նաև ցանկանում եմ դառնալ նորաձևության դիզայներ։ Այդ դրա համար տանը մայրիկի հետ հագուստներ ենք մտածում եւ
ցանկանում կարել այդ հագուստները։ Ես նկարելով հանգստանում եմ, սիրում եմ դիմանկարներ նկարել։ Այս նկարի մեջ պատկերված եմ ես, իմ քանոնով, Աշունը, այդպեսով էլ քանոնը կապել եմ նկարչության հետ։ Նախագծի մասնակցելով սպասում եմ ավելի շատ ընկերներ, ընկերասիրություն, բարություն եւ մտածում եմ, որ պետք է հաղթի ուժեղակին։ Հիմա ես կխնդրեմ, որպեսզի Անդրեն միանա այս ականջակալին, կխնդրեմ քո երգերից մեկը միացնել, ես լսեմ։ Ես կմիացնեմ իմ եւ Սյուզաննա Մելքոնյանի զուգ երգը։ Ահա, շատ Ով է լավ։ երգը։ Շատ լավ։ Անդրե ջան։ Փորձարկենք։ Պատրաստ եք։ Լսում եք, չէ՞։ Լսում եք։ Լսում եք։ Լսում եք, չէ՞ որ։ Եղանակը։ Շատ լավ։ Այսինքն ամեն ինչ արդար է։ Հիմա դու պատրաստ ես, ես ականջակալները դնում եմ։ Անդրե ջան, այո, մի րոպե։ Պատրաստ ենք, play, հաջողություն։ Նարա Բաբայան համար 0-2։ Ապրես։ Եկը շատ գեղեցիկ էր։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ անչափ։ Դե եթե այդպես է, դե թող Անդրեն էլ սկսի խոսել։ Անդրե ջան, լսում ենք ձեզ։ Ես ուղղակի ապշած եմ իսկապես մեր գեղեցկուհի նարıçկան անցած փուլում փակեց աչքերը, բայց նվագեց։ Այս անգամ փակեց ականջները եւ դաշնակարու հետ, այսինքն որևէ անգամ ռիթմից հետ չընկավ կամ առաջ չընկավ։ Վաու, բրավո քեզ, դու աստվածատուր տաղանդ ունես։ Մերսի շատ։ Ես չգիտեմ,
ինչքան սիրուն է, որ այս տարիքում այս փոքրիկ գեղեցիկ հայուհին ներկայացնում է մեր հայկական գեղեցիկ լարային կանոնը։ Բրավո։ Մերսի շատ։ Բրավո, այլ խոսքեր չունեմ, ես ուղղակի խոսքեր չունեմ, որովհետև ինչքան ուրախ եմ, որ եկել ես, մասնակցում ես եւ վստահ եմ, որ հեռուստադիտողը քեզ արդեն շատ է սիրում։ Մենք էլ ենք շատ սիրում։ Ես էլ ձեզ բոլորին։ Ապրես շատ։ Սյուզաննա, Բրավո, նախ շնորհակալություն քո ծնողներին, որ այսքան ճիշտ ու դիպուկ զբաղվում են քեզանով։ Ասել, որ ապշած եմ, նշանակում է չասել ոչինչ, որովհետև որ պատկերացնում էի իմ ականջներում հնչեր հերիքչի դուետ, ակամպանիմենտի հետ մի տեմպ այս կողմ են կողմ չի եղել։ Այ դու այն մասնակիցներից ես, Նարա ջան, որը հստակ գիտի, որ նախագծին է եկել ու ինչի համար է մասնակցում։ Ապրես, որ այսքան պատասխանատու ձևով մոտենում ես պրոյեկտին։ Դու հրաշք ես, շատ ապրես։ Վիկտորիա։ Ես ուղակի ապշած եմ, սա ֆանտաստիկայի ժանրից է, որովհետև ես լավ հասկանում եմ սրա բարդությունը։ Եվ հուսամ, որ հեռուստադիտողը նույնպես հասկանում է, թե դու հենց նոր ինչ ներկայացրեցիր։ Ես հպարտ եմ, որ մենք մեր հայրենիքում ունենք քեզ պես տաղանդավոր աղջիկ։ Ես քեզ միայն հաջողություն եմ մաղթում, ապրես։ Շնորհակալություն շատ։ Եզրափակել Տիգրան։ Նարա ջան, ծելի հանդիսատես, սա ըստ ինձ Աստծո կողմից մարդուն տրված այն լույսն է, շնորհն է, որ իսկապես Աստված այսպես կապել է։ Այսքան նազանք, այսքան գեղեցիկ, այսքան արտիստիկ, ուղղակի բարձրանում է բեմ ու ոչինչ պետք չի, ամբողջովին վերցնում է իր վրա։ Էլ չեմ ասում այսքան տաղանդավոր ու այսքան քնարական իր գործիքի նման հրաշք մեր բալիկը։ Ուղղակի ուզում եմ ասել, հիացած եմ։ Շնորհավոր։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալություն։ Նարա Բաբայանի հերթական համարն է 0-2։ ամյա հայ պատանին ստեղծել է արհեստական բանականություն, որը փոխում է ապագայի պատկերացումը։ 0. Հայկական տեխնոլոգիական շոկ։ Առաջին հայկական AI-ը։ Բազմաֆունկցիոնալ օգնական, որը ոչ միայն հասկանում է հայերեն, այլև կատարում է բարդ հրահանգներ, ավտոմատ կազմակերպելով ձեր օրը եւ խնայելով ձեր ժամանակը։ 0-ն ձևավորում է արհեստական բանականության նոր մշակույթ, ազդարելով որակական նոր փուլ։ Մեր հաջորդ մասնակիցը պատրաստ է զարմացնել իր մարմնի անհավանական ճկունությամբ, համարձակ ակրոբատիկ լուծումներով եւ հիփ-հոփի կրակոտ էներգետիկայով։ Դիմավորեք Ստելլա Ջանվելյան։ Ես Ստելլա Ջանվելյանն եմ, զբաղվում եմ գեղարվեստական մարմնամարզությամբ, ակրոբատիկա, հիփ-հոփ, բրեյք եւ երգ։ Ես գեղարվեստական մարմնամարզության հաճախում եմ մոտավոր 6-7 տարեկանից, իսկ հիմա 10 տարեկան եմ։ Երբ որ բրեյք դանսի գնացի, ուզեցա ավելի շատ հնարքներ իմանալ եւ ուզեցա հաճախել ակրոբատիկայի։ Ես փոքր ժամանակ շատ ճկուն էի, դրա համար հաճախեցի գեղարվեստական մարմնամարզության։ Երբեմն պարտություններ էր եղել, բայց էդից սովորացրել եմ, որ ես պիտի ավելի շատ աշխատեմ, սխալներս գտնեմ ու փոխեմ։ Դրա համար հիմա ավելի հեշտ է ստացվում։ Ես փոքր ժամանակվանից արդեն եղել եմ շատ երկրներում, մրցել եմ, հաղթել եմ եւ վերադարձել եմ մեդալներով։ Բայց հաղթանակը իմ համար մեդալը չէ։ Հաղթանակը այն բանն է, երբ մարզիչները ժպտում են, ասում են, որ այս անգամ ավելի լավ ստացվեց, որ բոլոր մարդիկ ասում են իրենց ջերմ խոսքերը եւ ես կարողանում եմ դիպչել նրանց սրտին։ Ստելլան յուրահատուկ երեխաներից է, որ բացի բնատուր տաղանդից ունի նաև յուրահատուկ աշխատասիրություն։ Այսինքն երկուսը մեկում համատեղելով մենք կարողանում ենք հասնել մեծ արդյունքների։
Մոդելինգով զբաղվել եմ փոքր ժամանակ, շատ գեղեցիկ բրենդներ կային, շատ ոճային բրենդներ էին ու այդ ցիցից քայլելը ինձ շատ դուր եկավ։ Հիփ-հոփը հաճախում եմ Քրիստինե Հովակիմյանի մոտ եւ իրս շատ եմ սիրում, որտեղ ինձ ամեն ինչ սովորեցնում է, որ ես ավելի լավը կարողանամ անել։ Չնայած որ Ստելան փոքրիկ է, բայց կարողանում է ապրել շատ բարդ, պարային կտորներ, պարեր ընդհանրապես, որը որ շատ մեծեր չեն կարողանում ապրել։ Նախագծին շատ լուրջ է պատրաստվում Ստելան, պետք է ասեմ, շատ մեծ պատասխանատվությամբ եւ ողջավորվածությամբ։ Պարապմունքները, որ շատ են, երբեմն լացում եմ, նաև մեքենայի մեջ եմ ուտում, քնում, բայց ես ուրախ եմ դրանից։ Ես ուրախ եմ, որ այսքան բան եմ կարողանում անել։ Ստելա Ջանվելյան համար 03։ Հայ Վիկտորյան շոկի մեջ է։ Ստելա, ես քեզ կարոտել էի, շատ էի կարոտել։ Մի հատ ինձ կասես, այս ամեն ինչի միտքը, սկիզբը, մինչև ավարտը, ամեն ինչը բեմադրությունը, ում միտքն էր, հագուստդ։ Ես որ մուլտֆիլմներ շատ էի նայել, ծաղրածուների տեսել էի իմ սիրած մուլտֆիլմների մեջ, դրա համար ուզեցա այս կերպարը, որովհետև ինձ համապատասխան է։ Ապրես։
Հրաշալի էր կերպարդ, ամեն ինչը մտածված, ամեն ինչը գծած։ Անցյալ եթերին երբ քեզ ասացի, որ ես գիտեմ դու ավելին կարող ես, այո, այս դրա մասին էի խոսում։ Բրավո։ Փորձեցի ավելի դժվար շարժումները։ Այո, ֆուետեներից սկսած բոլոր շարժումները ես հասկացա։ Շնորհավորում եմ, դու հիանալի ես։ Ես քեզ շատ եմ սիրում, շատ սիրել եմ։ Դու պատրաստի պրոֆեսիոնալ մեր ապագա գեղեցիկ կադրերից ես, ապրես։ Շարունակի նույն տեմպով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Սյուզաննա։ Սյուզաննան իրականում այսպես նստած մտածում է, որ մենք կիսաեզրափակիչը ինչքան ուժեղ մասնակիցներով ենք սկսել։ Նախ շնորհակալություն այսպես շատ խոստումնալից է, որովհետև մեկը մյուսի ետևից շատ այսպես ծայրահեղ տարբեր կատեգորիաներում մասնակիցներին շնորհակալություն, որ այսքան պատրաստված են, թե հագուստի առումով։ Ստելա ջան, ինչ վերաբերում է քեզ, ինչու ինձ այդպես վախացրեցիր, հմ? Բայց ասեմ, գիտես չէ, ինքը շուտ է վախենում։ Գիտես։ Ամեն անգամ որ նայում եմ ձեզ միշտ վախենում եք որ ասեք, որ տանգավոր Բալես դու ես ինձ վախացնում։ Ստելա ջան, շատ ապրես, որ այսքան աշխատել ես, դու իրականում շատ փոքրիկ ես, բայց ամբողջությամբ եւ հեռուստադիտողին, եւ հանդիսատեսին, եւ մեզ բոլորիս, այսպես ինչպես ասում էր իմ վարպետը, բեմում գտնվող մարդը իր բռի մեջ պիտի հավաքի հանդիսատեսին։ Քեզ մոտ վստահաբար ասում եմ, որ դա ստացվում է, շարունակիր նույն տեմպերով, ես քեզ շնորհավորում եմ, ապրես։ Սյուզաննա, հիմա որ քեզ նվեր տամ, չես վախենա, չէ՞։ Հուսով եմ վախենալու նվեր։ Լավ, չես վախենա, չէ։ Ես կարամ չէ տամ Սյուզաննային։ Հա, Սյուզաննա չէ։ Դեմ։ Տեսակ ոնց վախեցավ։ Ես կարող եմ, չէ՞ ինձ հետ այսօր տանել։ Վերցրեք։ Ահա, երեխան ասում վերցրեք։ Իմը չի, երեխունն է։ Ապրես, բալես, շնորհակալություն։ Անդրե։ Ստելան այս 2 րոպեների ընթացքում թոշակի ուղարկեց շատ ակրոբատների, միմերի, պարողների, չգիտեմ, գիմնաստների, տարբեր բաներ ցույց տվեց մեկ համարի մեջ։ Դու 10 տարեկան ես, բայց դու արդեն պատրաստի արտիստ ես ինձ համար։ Բրավո Ստելա, բրավո քո։ Դու շատ բեմական ես, շատ ճկուն ես, շատ տաղանդավոր ես։ Ընդհանրապես սիրելի ժյուրիներ, զգացել եք, որ մեր փոքրիկները, մեր մրցույթի փոքրիկները, իհարկե կներեք մեծիկներ, բայց փոքրիկները հաղթել են մեծիկներին։ Ես կարծում եմ, որ այո, շատ ավելի ուժեղ են։ Շնորհակալություն։ Մերսի, շատ շնորհակալություն։ Տիգրան ջան։ Սյուզաննան փուչիկներ ուզում են նվիրել ձեզ։ Չէ՞, լավ։ Դե լսենք Տիգրան։ Ես Ստելայի կատարումից հետո ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ ինչ լավ է, որ ես նախագծում եմ։ Ու այնքան գեղեցիկ համարներ եմ տեսնում, էսթետիկ, բարձր կատարողականությամբ, իսկապես լիքը մի փոքրիկ մարդ, մի մեծ բեմ, ու այդ մեծ բեմը ոնց է կարողանում իր մեծ էներգիայով լցնի։ Հրաշք, ապրես։ Շնորհակալություն։ Շնորհակալություն շատ։ Ստելա Ջանվելյանի երազանքը կարող է պարային թևեր առնել եւ թռչել դեպի եզրափակիչ, եթե դուք միայն քվեարկեք նրա օգտին։ Ստելայի հերթական համարն է 03։ Այս քո գլխի վրայի գլխիկները որ կա, հա։ Ինձ մի բան է հիշեցնում։ Գիտես։ Որտեղ։ Ռուբի պաղպաղակ նման է շրջանները։ Ահա։ Այսօր քանի հատ ես կերել։ 2 հատ, բայց կուզեի ավելի շատ ցուցել, որտեղ շատ համեղ է։ Լուրջ ես ասում։ Հիմա որ լիներ կուտեիր։ Ամբողջությամբ կուտեի, հաստատ։ Հաշվի 5-ը 1 ու փչիր ձեռքիս։ 2 3 4 5 Նայ, հաստատ նայ։ Արի։ Ելույթդ ավարտել ես, հանգիստ կարող ես ուտել։ Հաստատ չես հիվանդանա։ Եվս մեկ անգամ ծափարենք։ Գնա Փոճուր ջան։
Pink բերի ամենավառ նորույթն արդեն այստեղ է։ Ներկայացնում ենք Ռուբին, վանիլային համեղագույն պաղպաղակ, պատված ռուբի վարդագույն գլազուրով, իսկ ներսում լիքը գունագեղ ու խրխրթան գնդիկներ։ Վառ, գունեղ ու անսահման համով Ռուբին սպասում է քեզ, որպեսզի օրը դարձնի ավելի քաղցր ու գունավոր։ Իսկ ես անհամբեր սպասում եմ, թե երբ եմ փորձելու Ռուբի պաղպաղակը։ Օրս գունավորվեց, շատ համեղ է, նայեք ներսի գնդիկները։ Մեր հաջորդ մասնակիցը ընդամենը 11 տարեկան է, նա պատրաստվում է ներկայանալ աշխարհի ամենաբարդ և հուզիչ երգերից մեկով, երգ, որը պահանջում է հսկայական ձայնային տիրույթ և դրամատիզմ, դիմավորեք, Կարեն Չիլինգարյան։ Ես մի երազանք ունեմ, որ դառնամ հայտնի երգիչ։ Ես Կարեն Չիլինգարյանն եմ, 11 տարեկան եմ, 6-րդ դասարանում եմ սովորում։ Իմ համար երգը շատ մեծ նշանակություն ունի, որովհետև ես մանկուց շատ եմ սիրել երգել։ Իմ օրվա մեծ մասը անցնում է երաժշտական դպրոցում։ Հաճախում եմ վոկալի, դաշնամուրի, երգչախմբի։ Давай. Կարենի հետ մեր առաջին հանդիպումը 5 տարեկան ինքը, արդեն 6 տարի է միասին աշխատում ենք։ Կարենի հետ աշխատանքը հեշտ է այն առումով, որ ինքը նույնպես աշխատում է իր վրա։ Տարբեր երգեր եմ լսում և սովորում, բայց երաժշտական դպրոցում ամենաշատը դասական եմ երգում։ Ասում են ամեն ինչ իր ժամանակն ունի, բայց իմ դեպքում ամեն ինչ սկսեց մի փոքր շուտ։ Մայրիկս ինձ պատմում էր, որ 3 տարեկանում իմ տատիկը նկատեց իմ ձայնային տվյալները և ծնողներս ինձ տարան Շարլ Ազնավուրի քոլեջ և դեռ ներս չմտած մեզ մերժեցին, ասացին, որ ընդունելությունը 6 տարեկանից էր, բայց ես 3 տարեկան էի, ասացինք, որ իմ ձայնային տվյալները լսեցին և ասացին, որ ես ընդունված եմ։ Շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ Got Talent Հայաստանին, որովհետև դա իմ առաջին մրցույթն է, որը հեռուստատեսային է։ Ինձ հեռուստացույցով երբ տեսնում եմ, շատ լավ եմ զգում։ Не могут жить в разлуке.
Կարեն Չիլինգարյան, համար 04։ Արի ներքևում դու կանգնի, ես կնստեմ։ Լսենք ժյուրին։ Տիգրան։ Այն որ Կարենը ամբողջ հոգով, այսպես գալով, արտիստիզմով կատարում էր, երգում էր, միանշանակա բոլորս տեսանք, բայց ես այդքան մասնագետ չեմ, ուղղակի մականջին այդպես թված, որոշակի այսպես երաժշտական տեմբրի նոտաների անհամընկումներ զգացի։ Իսկ հագուստը, բեմական կեցվածքը, այն ինչ որ կար էսթետիկ, տեսողական դաշտում շատ գեղեցիկ էր ապրեսը։ Շնորհակալություն։ Վիկտորիա։ Ողջույն Կարեն ջան։ Մենք բոլորս 4-ով այսպես շունչներս պահած սպասում ենք քո ելույթին։ Ինձ մի բան էր խանգարում ուղղակի։ Երևի ուսուցչիդ պետք է դիմենք, ամեն դեպքում կարծում եմ որ գերխաղեր, որտեղ որ քեզ ինքը խանգարեց, դու ավելի ճիշտ քո ելույթը ներկայացներ մեզ, որովհետև էմոցիաներդ խանգարում էր, ձայնդ կառավարեիր, կարծում եմ։ Քեզ իմանալով քո հնարավորությունները սպասում էի, որ այսօր ավելի մաքուր ելույթեր ունենալու, բայց իհարկե ապրես, որովհետև շատ բարդ աշխատանք ներկայացրեցիր։ Շնորհակալություն։ Սուզաննա։ Կարեն ջան, դու ինձ համար գիտես քո տարիքի ոչ համապատասխան լավ իմաստով ֆենոմենալ վոկալիստ ես։ Եվ դրա համար դու ես բեմում ես ու համենայն դեպս ես շատ կարևոր փուլում, բայց տղաս, եթե դու երկու երգել եսպես երգես, քո ձայնալարերը ուղղակի չեն աշխատի։ Ոչ թե որ դու լավ չես ներկայանում կամ չունես այդ պոտենցիալը, ընդհակառակը, դու ունես շատ մեծ պոտենցիալ։ Դու կարող ես դառնալ, ինչպես տեսանյութում նշեցիր, հայտնի երգիչ, որը ես քեզ ի սրտե մաղթում եմ, բայց շուտով քեզ մոտ մուտացիոն շրջան է սկսվելու եւ 1-2 այսպիսի կատարում եւ մենք Աստված մի առասցե կարող ենք լուրջ փաստի առաջ կանգնել։ Ես այսօրվա ելույթից ցավոք այդքան էլ գոհ չեմ, որովհետեւ վերևներում բղավոց էր կոկորտի վրա եւ սիրտս ուղակի տեղում նստած պայթում էր, որովհետեւ բեմում կանգնած է ինձ համար համենայն դեպս այս կատեգորիայում ապագա մեծ երգիչ եւ շատ զգույշ է պետք վերաբերվել երգերը ընտրելիս, բայց այն որ դու ունես մեծ ապագա, դա ուղղակի չի քննարկվում։ Ես քեզ շատ սիրում եմ տղաս, հուսով եմ ճիշտ կհասկանաս իմ ասածները, լավ։ Շնորհակալություն։ Եզրափակենք Անդրո։ Տաղանդը դա գանձ է, Աստծո կողմից տրված մի թանկարժեք գանձ, որ անգամ ծնողը դա չի տալիս, դա տալիս է Աստված։ Աստծո տված այդ գանձը պետք է ուղղակի պահպանել եւ որովհետեւ այն վերջինը You won't let go and գրած ձայնդ ես իմ մարմնի մեջ այդ ցավը զգացի, որովհետեւ ինձ համար դու թանկարժեք քար ես։ Երգը շարժումների հետ չէր բռնում ընդհանրապես, երգը չգիտեմ ով է ընտրել, ես չէի ընտրել այս երգը, կարող է մի հատ սիրուն կանգնած այսպես հիմա դլեաման երգես, մի հատ շատ սիրուն հոգով։ Հա։ Դլեաման կարող եմ ուրիշ երգ երգել։ Ինչ օրինակ։ Լուչանո Պավարոզի Non ti scordar։ Բայց դլեամանը չես երգում դու։ Ես ոչ։ Դլեաման։ Դե լավ, ինչ ուզում ես երգի մի կտոր։ Non ti scordar di me, la vita mia legati a te, io t'amo sempre più, nel sogno mio rimani tu, non ti scordar di me, la vita mia legati a te. C'è sempre un nido nel mio cor per te, non ti scordar di me.
Բրավո։ Շնորհակալություն։ Ապրես։ Քվեարկելիս եղեք ոչ թե adagio, այլ allegro, այսինքն արագ, ուրախ եւ աշխույժ։ Կարեն Չիլիգյանյանի հերթական համարն է 04։ Երևան Մոբայլը ժամանակակից տեխնիկայի խանութների վստահելի ցանց է Հայաստանում։ Առաջարկում են նորագույն սմարթֆոններ, գադջետներ, աքսեսուարներ եւ նույնիսկ այս պլանշետները, որոնցով մենք մեր հաղորդումները վարում ենք։ Ապահովում են բարձրակարգ սպասարկում, պաշտոնական երաշխիք եւ ապառիկի շահավետ պայմաններ։ Մասնաճյուղերը հասանելի են Երևանում, Գյումրիում եւ Վանաձորում։ Գործում է նաեւ առաքում դեպի Հայաստանի ցանկացած կետ։ Երևան Մոբայլ, ձեր թվային աշխարհի ուղեկիցը։ Ուշադրություն։ Աշնանային եթերաշրջանի ամենասպասված իրադարձությունը։ Շանթ հեռուստաընկերությունը հայտարարում է համաշխարհային ճանաչում ունեցող նախագծի մեկնարկը X Factor Kids։ Եթե ձեր երեխան 6-ից 14 տարեկան է, օժտված է բացառիկ ձայնային տվյալներով եւ երազում է մեծ բեմի մասին, ուրեմն սա հենց նրա հնարավորությունն է։ Հարգելի ծնողներ, ժամանակ մի կորցրեք, շտապեք հայտագրել ձեր փոքրիկներին հենց այսօրվանից։ Մանրամասները Շանթի պաշտոնական կայքում կամ զանգահարեք նշված հեռախոսահամարով։ Շնորհակալություն։ Իսկ հիմա պատրաստվեք տեսնել այն, ինչ դժվար է բացատրել։ Կարող եք նույնիսկ թարթել ձեր աչքերը, որովհետև միևնույն է ոչինչ չեք նկատի։ Նրա ձեռքերն ավելի արագ են, քան հայացքը։ Դիմավորեք Վիկտոր Աղաբաբյան։ Если դանդաղ կլի, սենց slow-mo-ով հեռուստացույց եմ նայում խաղաթղթերով, հեռախոս եմ նայում խաղաթղթերով, ես իմ ամեն ինչ անում եմ խաղաթղթերով, քննում եմ խաղաթղթերով։ Առաջի անգամ հեռուստացույցով տեսել եմ Դեյվիդ Կոպերֆիլդի շոուն եւ մեկ հնարք ինձ ոգեշնչեց, ցույց էր տալիս հնարք, որը ինձ հետ էր կապված հենց էկրանով։ Ու հենց ստացվեց, որ վերջում ինչ որ արեցի, իմ խաղաթուղթը ինքը գուշակեց։ Ու այդ պահին ինձ զգացի, որ ես էլ եմ ուզում այդպես կարողանամ իմանամ բոլոր գաղտնիքները եւ այդպես սկսեցի զբաղվել, կարդալ գրքեր, ինտերնետ, ինչ կարողացա այնել գտա ու տենց սովորեցի։ Ընդհանրապես ոչ դասատու ունեի, ոչ ինչ-որ մենտոր։ Իմ հիմնական աշխատանքը աճպարությունը, այո, միայն դրանով եմ զբաղվում, բայց ունեմ բժշկական կրթություն ու տենց ընթացքում հասկացա, որ ավելի շատ աճպարությունով եմ ուզում զբաղվեմ, քան բժշկությունով։ Առաջի իմ եթերը հեռուստացույցով հենց թաքնված տաղանդ էր։ Այդ պահից սկսվեց իմ հեռուստատեսային ուղի, որ տեսա գովազդը այս Got Talent-ի, հենց հիշեցի իմ առաջի քայլերը։ Ուղղակի ուզում էի մասնակցեի նորից ոնց որ անցնեի այդ ճանապարհը, ցույց տայի իմ կարողությունները, իմ աճպարությունը, իմ ժանրը։ Ընդհանրապես աճպարության մեջ տարբեր ժանրեր կա։ Ժյուրիները անդադ ինձ ասում են ուզում են ինչ-որ մեծ բաներ տեսնել, բայց իմ ժանրը ուրիշ է, էլի, դա պետք չի սпасել։ Close-up magic անգլերեն, հայերեն չգիտեմ դա։ Երևի աճպարություն մոտիկից, այդպես։ Ես խաղաթղթերով եմ անում ինչ-որ փոքր բաներով։ Առաջի հնարքը սովորեցրել է ինձ հայրիկս։ Դա եղել է ինչ-որ սենց պրիմիտիվ բան, բայց ինձ զարմացրել է ու սովորել եմ, ասում էր նայի, ասենք տուզն է, սենց փչում էր ու տուզը փոխվում էր երեխաներ։ Ունեմ նրա համար առօրյան հենց իրանց հետ է կապված։ Իմ երեխաներն են Ռուսաստան, բայց շատ են սիրում Հայաստանը, քանի որ եկել են մի 2-3 անգամ։ Շատ են սիրում, շատ են ուզում գալ։ Թաքնված տաղանդը, որ ավարտվեց, ինձ առաջարկ ոնց որ եկավ Ռուսաստանից։ Գնացի Ռուսաստանի նախագծում, առաջի նախագծում, Удиви меня էր կոչվում։ Սկսեցի մասնակցել հիմնականում խաղաթղթերով, հենց այդ է։ Close-up magic-ն է այդ որ ասում եմ ձեզ։ Ու այդպես հասա մինչև ֆինալ։ Ասենք Ռուսաստանի այդ պահի աճպարներից մոտ 5, կարծեմ թե 6 աճպարների լավագույնների մեջ էի ես։ Ուզում եմ երևի ավելի շատ ժյուրիին ասել, մի պահեք ձեր մեջ էմոցիաները, եթե ինչ-որ բան զգում եք, ուղղակի արտահայտեք, զարմացաք, ուրեմն զարմացեք։ Բարև ձեզ։ Մի անգամից մոտենամ ձեզ,
Պատրաստ եք նայել։ Այո, մոտեցեք։ Մոտենում եմ։ Չենք պահում մեր։ Բայց գիտեք, շատ հեռու եք նստած իրարից։ Եկեք մի քիչ մոտիկ։ Քանի որ ես մոտեցա, դուք էլ մոտեցեք։ Տիգրան ջան, ձեզ եմ ուզում ասեմ մի բան։ Սա եթերագնալու։ Նայեք սրան, այս ամեն ինչին որպես թատրոն, աճպարական թատրոն։ Խափելու հետ այստեղ ոչ մի բան չկա։ Okay? Արվեստ է։ Պատրաստ եք։ Անդրե, ձեզանից եմ սկսելու, ինձ պետք է ձեր աջ ձեռք։ Այսպես արեք։ Հիմա ես այստեղ նշում կանեմ։ Խնդրում եմ չնայեք ինչ եմ այստեղ ես գրելու։ Ղետիկա գալիս չէ երևի։ Չի գալիս։ Իսկ այսպես փակեք, բռունցքը փակեք, այստեղ դրեք, չնայեք։ Այո, պահեք, այսպես փակեմ, դուք էլ դրեք ձեր, վсё, չբացեք վերջ։ Անցնում ենք ձեզ։ Պատրաստ եք։ Ունեմ երկու տուփ, մեկը կապույտ կարտեր, մեկը կարմիր։ Կապույտներից նայեք խառնած կարտեր են, տարբեր նկար, թիվ, կարմիր, սև, պետք է ընտրեք մաքսիմալ պատահաբար։ Դրա համար ես կանեմ այսպես, նայեք, բացում եմ, այսպես եք անում օդում մատը, օդում։ Տանում եք աջ, ձախ ու կանգնում եք օդում, որտեղ ուզում եք։ Օդում։ Հիմա իջացնում եք խաղաթղթի վրա, այս մեկը, վերջ տարեք ձեր մատը, այս խաղաթուղթը ես դնում եմ այստեղ բոկալի տակ, շատ լավ, սա գնաց, ձեր հերթն է, պատկերացրեք այստեղ 52 խաղաթուղթ է, չէ, պատկերացրեք այստեղ թվեր 1-ից 52-ը, այստեղ նայեք, մատով այսենց տանում եք ու բերում եք, տարեք բերեք ու ինչ որտեղ կանգնեք, ինչ թիվ է? Ասեմ? Այո, 23, այստեղ գրելու եմ 23 Ձեր էմոցիաները մի պայք սիրելի ժույրն է, մի քիչ արտահայտիչ ավելի։ Սպասեք 23 Մատս թողնեմ, թե Թողեք, այո։ Ավելի էմոցիոնալ մատը տար։ Ես բացում եմ տուփը, մեջը բան չկա, դատարկ է։ 23 հաշվում ենք 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23-րդ խաղաթուղթը։ Եթե ասեի 22 կամ 21, 20 եւ այլն, ուրիշ խաղաթուղթ կլներ։ Եթե ասեիք 24, 25 եւ այլն, ուրիշ խաղաթուղթ կլներ։ Ասացի 23։ Եթե 24 ասեր, նույնը կլիներ։ Չգիտեմ, ուրիշ էր։ Նայեք ուշադիր, այս խաղաթուղթը, որ դուք եք ընտրել, նույնպես Վաու։ Քյափի 7-ն է։ Քյափի 7։ Եվ մի հատ էլ գուշակում ունեմ, բացեք ձեր ձեռքը։ Բացեմ, նայեմ։ Այո, բացեք եւ նայեք։ Նույնն է լինել։ Ավելի։ Քյափի 7։ Այստեղ կարելի է ծափարել։ Վաու։ Չպահեք մեջը։ Վաու։ Լավն էր։ Շատ։ Դա առաջին մասն էր։ Իմ համարը 3 մասից է կազմված։ Հիմա կցուցադրեմ ձեզ երկրորդ մասը։ Դա լինելու է 4 տզերով, այսպես անեմ, սիրուն։ Այս 4 տուզը պետք է դուք ստուգեք բոլորդ ստուգեք, մեկը իրան տվեք, մեկը ձեզ։ Ստուգեցիք, սովորական են։ Բացի դրանից ինձ պետք է գա եւս 12 խաղաթուղթ։ 6, 9, 12 եւ ուրիշ ոչ մի բան։ 12 խաղաթուղթ եւ 4 տուզա, չի ընդհանրապես, հա։ Խաղաթղթերից կալոդից ամենաուժեղ կարտերը գիտեք, չէ՞ որն են։ Հենց տզերն են։ Իսկ տզերից ամենաուժեղը դա ոչ քյափն է, ոչ խաչն է, ոչ էլ սիրտն է, դա ղարն է։ Եվ ղարը որպես ամենաուժեղ տուզը կդնեմ այստեղ ձեզ մոտիկ ու կհաշվեմ 3 խաղաթուղթ վրան ու բոլոր տզերի վրա 3 խաղաթուղթ կհաշվեմ։
կդրեմ բոկալը վրան, որ ապահով լինի։ Այսը կպտտեմ։ Ես օգտագործել եմ միայն 3 խաղաթուղթ ու 1 տուս, 3 խաղաթուղթ եւ 1 տուս, 3 խաղաթուղթ եւ 1 տուս։ Հիմա կցուցադրեմ ձեզ 12 խաղաթղթերի եւ 4 տզերի միստերիան։ Եթե պատրաստ եք, սկսենք։ Լավ էլի դե։ Ուշադիր նայեք։ Տիգրան ասա։ Դե ինչ կասես։ Ահա։ Կախարդական է, չէ՞։ Ինչպես հիշում եք, այս համարը կոչվում է 12 խաղաթղթերի եւ 4 տզերի միստերիան։ Եթե այստեղ բաժակի մեջ 12 խաղաթուղթ են, ուրեմն բաժակի տակ 14 Տիգրանի մոտ միստերիայի փոխարեն միստերիա է սկսվելու։ 2 Այ քեզ 3 եւ 4 Սիրունա Տիգրան ինչ կասեք։ Լավ, հետո կասեք։ Կասեք, չէ։ Ես հիմա ունեմ 1 խնդրանք ձեզ բոլորիդ։ Միայն 1 խնդրանք, ինձ պետք է որ դուք բոլորդ ստորագրեք այս տզերը։ Ես բոլորի համար ունեմ մարկեր, խնդրեմ վերցրեք։ 2 մարկեր ձեզ համար։ Ստորագրեք, որ ուզում եք։ Դուք էլ ստորագրեք։ Ձեր ստորագրությունը կպահեմ ինձ հիշատակ։ Վերջ։ Մի հատ ստորագրություն դրեք։ Այո, դրում եմ ձեր տզերը մեջը։ Երկար անունը։ Դպրոցական տարիներս հիշեցի, որ քննությունից առաջ գրում էի ձեռքիս մեջ։ Այսինքն դնում եմ կալոդի մեջ, նայեք ուշադիր, դնում եմ ձեր տզերը մեջը, ինձ ձեր ձեռքն է պետք։ Այսպես։ Մյուս ձեռքը վերևից։ Ձեր ձեռքը վերևից ու տակից։ Ոչինչ դուրս կա։ Դուք էլ դրեք։ Դուք էլ կհասնեք, դրեք։ Կարաք եք, հա։ Հիմա նայեք ուշադիր։ Ես կփորձեմ հիմա հանել ձեր տզերը ստորագրած կարտերի մեջից։ Բայց մի քիչ թույլ պահեք, թե չէ։ Արդեն շատ վաղ է։ Մի քիչ թույլ պահեք։ Ես վախում եմ։ Թե չէ կարող է միջև առավոտը նստենք ստեղ։ Մի քիչ թույլ պահեք։ Փորձեք թույլ կպահենք, լավ։ Թույլ կպահենք։ Ահա, հանեցի։ Գիտեք ինչ աստեղ գրած։ Սյուզաննա է։ Ինչ աստեղ գրած։ Սյուզաննայի ստորագրություն։ Ստե մեր հովանավորն է։ Գովազդային ընդմիջում ասա։ Բայց եկեք ուրիշ ձև անեմ, ավելի հեշտ ամբողջ կարտերը անհետացնեմ ու թողնեմ միայն ձեր ստորագրած տզերը։ Մեր ձեռքի մեջի ամբողջ։ Հեսա կփորձեմ, նայեք։ Հեսա մի րոպե ծուխ ա գալիս, ծուխ։ Բացեք ու նայեք։ Աբրակադաբրա։ Անհետացան։ Բայց կեսը։ Չէ, բոլորը անհետացան, սա ձեր ստորագրած տզերն է։ Իմ ձեռքում է։ Ոյ, մենակ ստորագրածներն է մնա։ Մենակ ստորագրածներն, այո։ Շատ շնորհակալություն։ Նա կարամ ձեզ գտնեմ։ Վերջ։ Զում հասկանամ դուք իրական եք։ Շատ շնորհակալություն, այսքանը։ Վիկտոր Աղաբաբյան համար 0-5։ Զարմացրեցիք մեր ժյուրին։ Դե տեսնենք ինչ կասեն։ Տիգրան։ Մեկա չեմ հավատում։
Ճանապարհ տվեք հավատացողներին։ Չէ, իրականում Արի ցավը տան։ Լավն էր այս անոնսի մեջ ալնելու։ Դուք իրար մոտիկ եք։ Չէ, ուղղակի իրար հավատում ենք։ Լավ։ Վիկտոր ջան, հապրես։ Խոսքի, ձերքի, այս ամբողջ իրար հետ միասին մի լավ բան ասեցիր, թատրոն արեցիր, թատրոն բերեցիր, ներկայացում արեցիր, ձերքերով, խոսքով, ռեկվիզիտներով, ստացվեց այդ ներկայացումը։ Սուզաննա։ Վիկտոր ջան, ես շնորհավորում եմ ձեզ։ Իրականում շատ հարգանքով եք մոտենում են ամեն ինչին, ինչ որ անում եք բեմում, այս դեպքում պրոյեկտում, աշխատված համար էր, ես չեմ դադարում զարմանալ հաճելիորեն, ինձ հետաքրքիր է այն ամեն ինչը որ դուք անում եք, ու եթե չակերտավոր այսպես պիտի խապված գանք, թող զգանք, մարդը տալիս է լավ լիցքեր եւ էմոցիաներ, պարոն Գյուլումյան։ Շնորհավորում եմ ձեզ։ Քրքրեք ինձ, քրքրեք։ Վիկտորիա։ Վիկտոր ջան, եւս մեկ անգամ ողջունում եմ ձեզ եւ շնորհավորում։ Շնորհակալություն։ Այս անգամ շատ հետաքրքիր էր նոմերը, որովհետեւ բավականին այսպես մոտիկից էինք կարողանում հետևել ձեր բոլոր հնարքներին։ Շատ ու շատ իր աչքերս 4 արած, քանի որ լավ մոտիկ էր, փորձում էի մի բան գտնել, բայց մենակ ձեր այդ ծխի ապարատը գտա։ Ծխի ապարատը։ Դա սպეციფიկ է ուղղակի։ Հա, ես գիտեմ այդ որտեղ էր թաքցված։ Հավես է։ Գիտես, այնքան ուշադիր էի նայում, ուզում էի մի բան գտնեի։ Քարտերը մեր ստորագրությունով մինչև մենք խոսում ենք անհետանում է բակալի մեջից եւ նորից հայտնվում է։ Դուք հասկանում եք, ինձ համար Վիկտոր ջան, քո կերպարը առաջի փուլից սկսած մինչ այս փուլը շատ հետաքրքիր է։ Չգիտեմ, դու մասնագետ ես քո գործի, ես ամեն դեպքում սիրում եմ, որ դուք ինձ խափում եք, ինձ դուր է գալիս դա Սիրուն եք խափում։ Չէ, դե սիրունի շատ լավ էր։ Եվ այն ամեն ինչ որ դուք անում եք, իսկապես արժանի է ծափահարության, արժանի է բարձր գնահատականի, շնորհավորում եմ, համարը ստացված էր, ամեն բան մեր աչքի առջև էր, ստուգում էինք, ամեն դեպքում ամեն բան շատ արված է, շատ ճիշտ։ Շնորհակալություն։ Մի հատ ծուխ արեք էլի նորից։ Մի հատ ծուխ։ Եթե մնացել է։ Մի հատ ծուխ ստուդիո, այս։ Նայեք ինչ սիրուն է։ Չեմ ուզի ես եմ ծխում։ Վիկտոր Աղաբաբյան համար 05։ Մերսի։ Մեր նախագծի հովանավորն է Royal Armenia ընկերությունը։ Իր սուրճերով եւ սրճային ըմպելիքների անընդհատ թարմացվող տեսականիով, շուրջ 30 տարի հայկական շուկայում։ Օհ, ինչ լավն է։ Հաջորդ ելույթը մեզ կտեղափոխի մի աշխարհ, որտեղ մեր հայկական մեղեդիները միախառնվում են շվեյցարական հենգի տիեզերական հնչյուններին։ Կատարյալ մեդիտացիա նրանց համար, ովքեր ուզում են հանգստացնել իրենց նյարդերը։ Դիմավորեք Անուշ Իվանյան։ Անուշ ջան, ողջունում եմ, շատ գեղեցիկ ես։ Փոքրուց այս ամեն ինչը սկսել իմ մեջ ու ես միշտ պատմել եմ, որ երբ որ առաջի դասարան եմ գնացել, շատ ակտիվ, չարաճճի երեխա եմ եղել, դասերին էլ չեմ կարողացել նստել։ Ունեինք տունը դհոլ, որը որ իսկական էր հենց ինքը, ու ես դա միջև այսօր պահում եմ, ու դա ես միշտ օգտագործել եմ աթոռի տեղ, ուսումնասիրել եմ ու հասկացել եմ ոնց անեմ, որ ձայն դուրս գա։ Մի անգամ մեր հարևաններից մեկը ես դուրս է եկել, որ գնայի իմ փորձերին առօրյա, ինձ հարցնում է, «Խես դու այսքան միջև գիշերվա 11-ը 10-ը սկսում նվագել ու ժամերով դա տևում է»։ Իրականում ես այդ պահին այնքան էի ուշանում իմ փորձերից, որ ես չհասկացա ինքը ինչ հարց տվեց ու ինքնին պատասխանեցի, որ ես տենց բան չեմ արել։ Բայց արդեն չեմ բողոքում, որովհետև սովորել եմ։ Նվագում եմ հայկական դհոլ, դափ, պարսկական դափ, դարբուկա, որը խոսակցական տանգլակ են ասում, ջեմբե, արված այն գործիքներ, կոնգաներ, բոնգոսներ, իրենց ընդհանուր պերկաշնսետ, շեյքեր, կոպալ։ Ինչ կար։ Հա, 5 դրամ եկել, դիտավեր։ Երևի այսքանը մասնակցել եմ տարբեր մրցույթների, խմբով մրցույթներ ենք ունեցել Բուլղարիայում, Վրաստանում, խոսքով Հայաստանի սահմաններից դուրս։
Անուշի հետ ծանոթացել եմ 2018 թվականի մայիսի 9-ին, այդ օրվանից Անուշը հաճախում է այս դպրոց, շատ հետաքրքիր եղավ այդ ճանապարհը, քանի որ ես ի սկզբանե անկեղծ լինեմ, շատ չէի հավատում ոչ միայն իր, այլև աղջիկ աշակերտների մեծ հաջողությանը, Անուշիկի դեպքում այդպես չստացվեց, ապացուցեց, որ հնարավոր է դա ամեն ինչ տեղի ունենա եւ այսօր տեսնում եք ինքներդ պտուղները։ Լողը ինձ համար սկզբում եղել է առողջ ապրելակերպի մաս։ Այս պայն մարզում եմ հավաքականում, մասնակցում ենք Հայաստանի առաջնությանը, պատանեկան առաջնությանը, քաղաքային առաջնություններին։ Այս պահին սովորում եմ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում, առաջի կուրս եմ, առաջի կարգի լողորդ եմ, դեպի սպորտի վարպետի թեկնածու։ Մասնակցել եմ բազմաթիվ մրցումների։ Լողը ինձ սովորացրել է կարգապահություն, ճիշտ մտածելակերպ, ինչպես կարելի է մրցակիցների հետ հաղորդակցվել ու իրենց հետ ընկերություն անել։ Ինձ սպորտը սովորեցրել է, որ ցանկացած տեղ պետք է հաղթանակած դուրս գամ ու ինձ թվում է սա էլ բացառություն չի լինի։ Եկել եմ մեծ սպասելիքներով ու ինչու ոչ հաղթանակի նպատակով։ Ինչպես Սյուզաննան նշեց, որ իգական սեռը կարող է ամեն ինչ անել այս աշխարհում։
Իվանյան։ Դարարիրի դարարիրիմ դարարիրի դարարիրիմ դարարիրի 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 դարարիրիմ դարարիրի 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 դարարիրիմ դարարիրի դարարիրի Bravo! Bravo! Զիրոյան, մենք քեզ ասում ենք այո! Շնորհակալ եմ Պետչի, այմար Պետչի, լավ։ Արի Անուշ ջան, եւս մեկ անգամ Անուշին ծափարենք, Անուշ Իվանյան համար 0-6։ Լսենք ժյուրին, Անդրե։ Անուշ ջան, այնքան համապատասխան է քո անունը, քո տեսքին, այն որ հիշում եք Կավկասկայա պլենիցան, որ ասում էր սպորտսմենկա, Կամսամոլկա, կրասավիցա, տալանտլիվա, շատ տաղանդավոր աղջիկ ես եւ նայելուց քո իհարկե տեսանյութը, որ նաեւ մեր հավաքականում ես, ես ուզում եմ ծափահարել քեզ, որ դու մեր դրոշը ներկայացնողն ես եւ բարձր ես ներկայացնում եւ գիտես ինչն է հետաքրքիր, որ ընտրել ես մեր հայկականը, մեր խրոխտը, անցած ծրագրին հիշում եմ Տիգրանը ասեց, բայց ախր դհոլ է, ես էլ ասեցի, բայց կոպալ է, այսօր կոպալն էլ էր տեղում, դհոլն էլ էր տեղում, ամեն ինչը տեղում էր, Վիկտորիայի հետ կանգնեցինք, որ պարենք, անել այն պահին կանգնեցինք, որ արդեն շալախոն մտավ, չստացվեց, բայց մնացինք կանգնած եւ ծափահարում ենք քեզ իսկապես, որովհետեւ շատ հայ ես էլի, հաղթանակներ եմ մաղթում քեզ։ Եվ այդ տրամադրությունդ, որ դու եկել ես այստեղ, որ հաղթես, այո, ես ցանկանում եմ դա քեզ, թող քո ցանկությունը իրականություն դառնա։ Շնորհակալ եմ։ Վիկտորիա։ Սկզբում աչքերս փակել էի ու այսպես այդ հանգիստ, ինչ է կոչվում այդ գործիքի անունը։ Hang drum։ Մենք այդ վայելում էինք, կարող եմ բացատրությունը տալ, մոտ կա, լուրջ։ Hang շվեյցարական բարբառով նշանակում է ձեռք։ Ստեղծվել է 2000 թվականին։ Կիրառվում է մեդիտացիայում, ձայնային թերապիայում։ Անուշ ջան, չգիտեմ, ուզում եմ որ միշտ այսպես բոլորին ոտքի հանես, ոնց որ մեծ ոտքի կանգնեցրեցիր ու վայելում էինք հետդ։ Ես քեզ խորհուրդ եմ տալիս, ասեմ քեզ, այսպիսի ելույթների ժամանակ եթե էլի կունենաս, Զիրոյանը միշտ քեզ հետ լինի, որովհետև շատ հետաքրքիր դու հետ ես։ Մեծ հաճույք։ Զիրոյան դու ուղակի թաքնված տաղանդ ես ասեմ։ Ես ուղակի կարող եմ ասել։ Ինք թաքնված չի, բացահայտ տաղանդ է։ Բացահայտված տաղանդ։ Կոպալի վրա խփում էր, չէ՞։ Այո։ Դրած չի կոպալը։ Ինչը։ Կոպալը։ Հա, խփում էր։ Հələ խփի։ Լավ։ Հա։ Bravo! Bravo! Զիրոյան! Զիրոյան! Անկեղծ չեմ հավատում, Զիրոյան։ Անուշ լինի, Զիրոյան ջան։ Հրաշալի ես դու, ուղակի, չգիտեմ։ Շնորհակալ։ Ապրես։ Շնորհակալություն։ Սյուզան։ Անուշ ջան, շնորհավորում եմ, հերթական անգամ հիացած եմ ուղակի։ Թե քո հանդերձանքը ամեն անգամ ինչքան յուրահատուկ դու պատրաստվում ես, այ պարոն Գյուլումյանը նախորդ անգամ ասում էր, չէ, դհոլը եւ կինը, ուզում եմ որ պարոն Գյուլումյանի պես մտածող բոլոր տղամարդիկ տեսնեն, որ բեմում կանգնած է այս տեսակ հզոր իգական սերի ներկայացուցիչ, որը մարմնացումն է կնոջ կարողությունների, սպորտ
երաժշտություն, միքսվում դառնում է Անուշ Got Talent-ում։ Բրավո։ Շնորհակալ եմ։ Տիգրան ջան, եզրափակենք։ Անուշ ջան, ես իմ հարցականների պատասխանը գտամ, թե որտեղից այդքան ուժ, որտեղ դա հարվածային գործիքներ է ու ուժ է պետք էլի բոլոր դեպքերում։ Հետո տեսանունից հասկացա, որ Անուշը նաև շատ լավ լոհորդ է, սպորտսմենուհի ու ուժը տեղն է։ Այս այն դեպքն է, երբ որ դու քո բեմական կեցվածքով, քո ժպիտով, քո տեսակով կարողացել ես բոլորիս սիրտը գրավել, ապրես։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Անուշ Իվանյանի հերթական համարն է 0-6։ Սկսեք ձեր օրը թեթև ու թարմ սննդով։ Միլկին առաջարկում է միշտ թարմ կաթնամթերք, որը պատրաստված է բացարձակապես բնական կաթից։ Համեղի եւ օգտակարի համադրություն՝ կաթ, մածուն, թթվասեր, հատիկավոր կաթնաշոր։ Իսկ յոգուրտները կզարմացնեն ձեզ իրենց նուրբ համով, քանի որ հարուստ են թարմ մրգերի եւ հատապտուղների ախորժալի միքսերով։ Կատարյալ ու սննդարար կաթնամթերք ձեր եւ ձեր փոքրիկների համար։ Միլկին առողջ ընտրություն ամբողջ օրվա համար։ Հարգելի հեռուստադիտող, տաղանդավոր մեր մասնակիցների ճակատագիրն այսուհետ նաև ձեր ձեռքերում է։ Եղեք ակտիվ, քվեարկեք եւ օգնեք ձեր ֆավորիտին անցնել եզրափակիչ փուլ։ Մեր հաջորդ մասնակիցը երազում է եւս մեկ քայլով մոտենալ հաղթանակին։ Դիմավորեք Աղասի Չախալյան։ Ես Աղասին եմ Չախալյան, 18 տարեկան, քաղաք Երևանից։ Սովորում եմ Արնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի 3-րդ կուրսում, էստրադա բաժնում։ Երգը իմ կյանքում եղել է միշտ, բայց պրոֆեսիոնալ սկսել եմ զբաղվել մոտ 6 տարի իմ Օվսանա Ղազարյանի մոտ։ Եկել ենք ոչ թե ներկայացնելու Աղասի երգարվեստը, մենք ինքներս էլ հասկանում ենք, որ մրցույթը երգարվեստին չի նվիրված։ Առաջին հաղորդման ժամանակ անգամ ժյուրիի կողմից էլ նշվեց, որ Աղասին ունի յուրահատուկ տարբերվող տեմբր եւ ուզում ենք ցույց տալ ձայնի յուրահատկությունը։ Իմ ուղին սկսվել է Սուպերստարից, այնտեղ դուրս մնացի workshop փուլից ցավոք, բայց ուզում եի ճիշտ ասած հասնել դեպի գալը, որովհետև ուզում եի վայելել հանդիսատեսի այդ ծափերը, փորձում եմ մաքսիմալ վայելել բեմը եւ ստանալ իմ ելույթից միայն հաճույք։ Ինչպես բոլոր մարդիկ, ես էլ ունեմ երազանք, մեծ երազանք, որ ես դառնամ համաշխարհային երգիչ։ Shut your mouth, baby, sit on the liver. Ball and spray, wanna make me a sinner. Սիրելի հանդիսատես, սիրելի հեռուստադիտող, ես կփորձեմ անել այնպես, որ իմ երգը դիպչի ձեր սրտին եւ որ դուք ձեր ձայնը տաք ինձ։ Birds flying high, you know how I feel. Sun in the sky, you know how I feel. Breeze drifting on by, you know how I feel. It's a new dawn, a new day, a new life for me.
Tennessee. You know how I feel. River running free. You know how I feel. Blossom on a tree. You know how I feel. It's a new time, it's a new day, it's a new life for me, and I'm feeling good. Oh well, sure I can fly on the side. You know what I mean, don't you know? Butterflies on that fly. You know what I mean. Sleep in a passage's on. That's what I meant. It's a new world. It's a new world. It's a bold world for me. And for me. Feeling good. I feel so good, so good, so good, so good. I'm feeling good. I feel so good. Աղասի Շախալյան համար 0-7։ Գոհես դու, շատ ապրես։ Վիկտորիա, լսենք ձեզ։ Ինձ շատ դուր եկավ քո ելույթը, ինձ ընդհանրապես դուր ա գալիս, թե դու ոնց ես քեզ բեմում պահում, ինչպես դու կջրում, չգիտեմ։ Շատ փորձառու արտիստի պես ես ամեն անգամ հանդես գալիս։ Լավ ելույթ էր, կարող է եւ Got Talent-ի համար որպես զարմացնելու այսպիսի մի հատուկ մի բան չարեցիր, բայց ելույթ ես ունեցել շատ պաշատ սիրուն գեղեցիկ ամեն շատ լավ էր, ապրես։ Շնորհակալ եմ։ Տիգրան։ Մի բան ինձ խանգարեց, չգիտեմ, աչքերս փակում էի, ուրիշ ձև էի երգը լսում, բացում էի, ուրիշ բան էր դառնում, չեմ հասկանում այդ մեջտեղում ինչ էր կատարվում ու չեմ կարա բացատրեմ։ Իսկ ավելի ճիշտ ուզում եի ասեի, որ երգի, ձայնի, վոկալի, կատարման եւ բեմական կեցվածքի այս ներդաշնակ, ոչ ներդաշնակ մի բան կար, որը խանգարում էր գուցե ինձ։ Կուզենայի դրա վրա ուշադրություն դարձնես։ Շնորհակալ եմ։ Սուզաննա։ Աղասի ջան, ողջույն։ Ես քեզ շնորհավորում եմ։ Ես չեմ ասի, որ վատն էր քո ելույթը իսկապես լավն է եղել։ Բայց եթե ես վերլուծում եմ Got Talent Հայաստանի առաջին կիսաեզրափակիչ, այն որպես այս փուլի ելույթ, որպես այս ամենի մեջ ընդգրկված, ոչ այդքան փայլուն էր, բացատրեմ ինչու։ Տեղ-տեղ դու անընդհատ խնդիր ունեիր ապացուցելու, որ դու կարողանում ես վերևի օկտավայում երգել։ Քո էմոցիոնալ դաշտը տեղ-տեղ պակասում էր։ Դու երգում էիր պարբերաբար մեկ քեզ համար, մեկ քեզ երկրպագող մարդկանց, ովքեր դահլիճում նստած են։ Այդպես չի կարելի, Աղասի ջան, դու պետք է երգես նաև հեռուստադիտողի համար, ովքեր էկրաններից են կոմպիտի լսեն ու
սկսեն արդեն այս փուլից քվեարկել։ Սա շատ կարևոր փաստ է։ Ես ուրախ եմ, որ դու էլի եկել ես, էլի մասնակցում ես, դու չես հանձնվում, դու պայքարում ես, բայց աշխատիր քո էմոցիոնալ դաշտի վրա եւ ճիշտ ընկալիր փուլ առ փուլ այն պրոյեկտի կանոնները, որտեղ տվյալ պահին գտնվում ես, լավ, ապրես։ Շնորհակալ եմ։ Անդրե։ Ինչպես Սուզանան արդեն նշեց, չնկատել մեր աղասի աճը դա անհնար է, որովհետև դա ակնհայտ է, որ գնալով աճում ես համեմատային ժամանակ եւ հիմա վստահությունդ է այլ, շարժուձևդ է այլ, գիտես ինչն է հետաքրքիր, որ շատ տարբեր է քո խոսալու ձայնը, քո երգելու ձայնի հետ։ Ես կուզենայի, որպեսզի դու երգեիր քո իսկական ձայնով, շատ մանիերնի մի սարքի քո ձայնը, որովհետև առանց այդ քո տեմբրը մեկ է, բնատուր, շատ սիրուն է։ Շատ մանիերնի մի արա, որովհետև ինքը արդեն սիրուն է։ Ոնց որ բնական քարը ավելի ուզենաս փայլացնես, որ նմանեցնես, չգիտեմ, ինչ որ մի կեղծ քարի։ Քո բնական ավելի սիրուն է, հավատա ինձ։ Եվ ես ուզում եմ, գիտես, մի հատ նկատողություն անել քեզ։ Ինչի հայերեն չես երգում։ Կերգեմ։ Ահա, շատ լավ, ապրես։ Շնորհակալություն, հարգելիներս։ Աղասի Շախալյանն ունի ինքնատիպ ձայն, բայց նրան անհրաժեշտ է նաև ձեր ձայնը։ Նրա հերթական համարն է 07։ Ճանապարհենք։ ACH Travel-ը տարիներ շարունակ կանգնած է Շանթ հեռուստաընկերության միջազգային նախագծերի կողքին։ Համահայկական շրջագայությունների ընթացքում ACH Travel-ը հնարավորություն է տալիս հայ տաղանդավոր երիտասարդներին ներկայանալ ամերիկահայ համայնքին, ամրապնդելով Սփյուռք Հայաստան կապը եւ ստեղծելով անմոռանալի հիշողություններ յուրաքանչյուր մասնակցի համար։ ACH Travel, երբ ճամփորդությունը միավորում է ընտանիքը եւ ընկերներին։ Մեր վերջին մասնակիցը պատրաստ է հերթական անգամ ապացուցել, որ հայ մարդու բասկի ու կամքի ուժն անկոտրում է։ Այս անգամ նա մարտահրավեր է նետել ավելի քան կես տոննա կշռող մետաղյա նժույգներին։ Դիմավորեք հայ ազգի դյութազնին Արմեն Ադոնց։ Շատ հանգիստ մարդ եմ հասկանում։ Ես արմատներով բռնակոթից եմ, այստեղ մեր ազգի տոհմածառն է, 1680 թվականից սկսած, Տեր Ավետիսի ժառանգներն ենք, ծնվել եմ Երևանում, հիմա ապրում եմ Պտղնիում, բայց մեկ է, հոգով սրտով էլի ես բռնակոթցի եմ, սիրում եմ իմ հայրենիքը, շատ եմ գնացել հյուրախաղերի դուրս եկել, շատ կենդանիներ եմ սիրում, Երևանից դրա համար եմ տեղափոխվել, ունեմ շունիկներ, կատուներ, օձեր, Հիմա մի քանի հատ այծ եւ գար ոչխար եմ գնել, որ հիմնեմ մեծ ֆերմա։ Նաեւ շատ սիրում եմ զբաղվել հողագործությամբ, այսինքն ունեմ 5000 քառակուսի հողատարածք, բոլորը ծառ են դրված ու ես եմ իմ ձեռքով տնկել։ Իմ համար կենդանիները ուրիշ աշխարհ են։ Իմ երեխաներն էլ շատ կենդանասեր են։ Ինչ կենդանի ունեմ ես, բոլորը ձեռքի սովոր են, երեխաներին սովոր են։ Օրինակ մարդուսն ո յոցը վախենում են, բան։ Իսկ իմ երեխաները վերցնում են կենդանիներին, խաղում են ու իրենք ոչ մի կենդանից չեն վախենում։ Սվետա, կգաս։ Բարև։ Դու աղջիկն ես։ Պապոյ։ Դե պատճեմ։ Օծն ես ուզում։ Կոծն եմ վերցրել։ Դե անտար։ Հիմնական ժամանակը փորձերն է, կենդանիների հետ խնամքն է ու իմ երեխաների հետ սերը, դասիրակությունը, ամեն ինչը։ Հայաստանում ունենք հայդուծազնագիրք, նաև Գինեսի գիրք կա։ Առաջինը գրանցվել եմ հայդուծազնագրքում, մեկ օրում 4 ռեկորդ եմ կատարել։ Առաջին ռեկորդս 16 հատ ամրան, գլխի այս հատվածով ճկել եմ 55 վայրկյանում։ Մյուս ռեկորդը այս կոկորդի հատվածով ճկել եմ 2 մետրանոց ամրանը։ Մյուս ռեկորդը էլի այս կոկորդի հատվածով X-Trail մեքենան արել եմ 20 քանի մետր, մյուս ռեկորդը, որ ես պարկած եմ եղել, մեքենան վրայովս անցել է։ Կրկեսի իմ համար մի հատ ամբողջ կյանք է, 26 տարյա կրկեսում եմ,
բայց մոտավոր մի 16 տարի է, ինչ ուժային ես իմ համարներն եմ անում։ Բացի ֆիզիկականը, առաջինը պետք է կարողանաս ուղեղում այդ ամեն ինչ տեղավորես, որ դու էդի կարաս անես, նոր արդեն ֆիզիկականի տաս այդ ամեն ինչը։ Բնականաբար դժվարություններ շատ են եղել, վնասվածքներ են եղել, ամեն ինչ եղել է։ Կրկեսում մարզումներից ենք սկսում, օրինակ այս րոպեին իմ այդ ոտքից ճկույտը վնասված է, կարծում եմ ճաքած է։ Բայց հիմա էլի փորձեր եմ գալիս։ Այսօր ինչ ունեմ, կրկեսի շնորհքն է, թե հողագտորներս, թե իմ տունս, թե ընկերներս, թե կյանքում անցած տարբեր փորձություններս, նաև թե վնասվածքներս, էլի կրկեսն է։ Արմենադան! Ասելու բան մնաց այսքանից հետո։
Հարգելի հերոստատիտող եւ հանդիսատես Ադոնսը կփորձի պահել այս կես տոննա ծանրության երկաթե նժույգները 10 վայրկյան։ Պատրաստ ես։ Հաշվարկ, հետ հաշվարկը անում եմ։ 3 2 1 Լավ ես։ Եվս մեկ անգամ ծափարենք բուրը։ Արմեն Ադոնց համար 0-8։ Բրավո Արմեն, բրավո դուք տեսանյութը նայելով հասկանում ես, որ մարդը բնության այնքան մոտ է, հա, ինձ թվում է հենց, չգիտեմ, ձեր տոհմածառում ավելի հետ, որ գնացել եք Սասունցի Դավիթին չեք հասել դեռ Տերավետիսին։ Դե որովհետև մեր օրերի Սասունցի Դավիթն եք, որը այդպես գառնուկների հետ, օձիքների հետ եւ այս ուժը բնությունից ստացված, չգիտեմ, համառությունը եւ երևի թե համբերությունը, որ այսքան երկար տարի համբերատար աշխատել եք, որպեսզի հասնեք այս արդյունքներին, ուղղակի, չգիտեմ, շոկային է այս ամեն ինչը եւ արժանի է ծափահարությունների, արժանի է գնահատականի։ Շնորհակալ եմ։ Կես տոննա պահել ուղղակի այսպես ակցրած ձեռները իրար գրկելով, դա ուղղակի ես չգիտեմ, ինչ ուժ եւ կամքի ուժ է պետք, հետո փչել այս եւ չպայթացնել ականջների թաղանթները, ինչքան լավ տեսակ եք մարդ, տեսակ եք հայ, լավ մարդու տեսակ եք, այս տեսանյութը նայելով ուղղակի, չէ, այս ուժը տեսնելով ու տեսնում ես ինչ փխրուն հոգի ունի այս մարդը։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Վիկտորիա։ Այն բարի թեթև մարդը ու այս ինչ որ դուք անում եք, դուք ուղղակի ֆենոմեն եք։ Ես չեմ կարծում, որ մենք ենք, որ ձեզ պետք է հիմա գովենք, որովհետև դուք լավ գիտեք, որ ձեր գործի գիտակն եք եւ դուք անում եք այն, ինչ որ սովորական մարդիկ չեն կարող անել։ Ես ձեզ ուղղակի ուզում եմ եւս մեկ անգամ բարձր ծափահարել։ Շատ շնորհակալ եմ։ Ու հիացած եմ ուղղակի ձեզանով։ Բրավո։ Շնորհակալ եմ։ Սուզաննա։ Արմեն ջան, երևի այսօրվա միակ մասնակիցն եք, ով ինձ այսչափ հուզեց, այո սկսած ձեր տեսանյութից վերջացած այս անունը անգամ չգիտեմ ինչպես տալ, այս վերջին 10 վայրկյանը հատկապես, այս ամենով, խորապես այսպես որպես հայուհի մեծագույն հարգանք ունեմ ձեր անձի նկատմամբ, հարգանքս ուղղակի տասնապատկվեց լսելով ձեզ, որովհետև մարդկանց նաև ճանաչում ենք իրենց հարցազրույցներից ելնելով, ես ինքս այո կենթանասեր եմ եւ ողջունում եմ ձեզ, մենք իրար շատ լավ հասկանում ենք ու անկեղծ շատ կուզենամ մի անգամ գտնվել ձեր ագարակում ու շփվել ձեր կենթանիների հետ։ Իսկ գոլեգաներիս հետ համաձայն անգամ օծերի պատրաստ ես դու։ Մեծ սիրով հրավիրում եմ բոլորիդ, ովքեր կցանկանան իմ օջախում լինել, իմ կենթանիներին սիրել, նայել։ Ես գալու եմ, ես առաջինն եմ ասել, գալու եմ, Արմեն ջան, չգիտեմ, հուզել եք ինձ, շատ կեցեք, առաջ ես հպարտեմ ձեզանով, Արմեն ջան, ապրեք։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Տիգրան ջան, եզրափակենք։ Ադոր ջան, ապրես, իսկականից շատ ապրես։ Այս այն դեպքն է, որ նայում ես բավական չի, որ բնության կողմից ուժով ֆիզիկապես ուժեղ լինելով օժտված լինես, նաև այստեղ տեսնում ես շատ երկար ու համառ
տարիների աշխատանք, որովհետև ուժը միայն քիչ է ամեն ինչին հասնելու համար։ Այստեղ ուղղակի աշխատանքի արդյունք է։ Ես հիացած եմ, ոգևորված, ու ասում եմ ապրես։ Շատ շնորհակալ եմ։ Հենց անկեղծ ասա։ Ձիաուժը գիտես։ 140 կամ 150 ձիա։ Պատկերացնում եք ժողովուրդ։ 150 ձիու ուժ կա երկաթե նժույգի մեջ, ու այս հրաշալի անձնավորությունը պահեց։ Շատ շնորհակալ եմ։ Արմեն Ադոնց, նրա համարն է 08։ Շնորհակալ եմ։ Մեր գործընկերն է աշխարհահռչակ Դամատ Twin բրենդը, որը նախագծի ժյուրիին, ինչպես նաև ինձ տրամադրել է տղամարդու հարմարավետ կոստյումներ։ Կրեք Դամատ Twin, եղեք տարբերվող, նորաոճ եւ ինքնավստահ։ Հասե Երևան Մոլ եւ Դալմա Garden Mall։ Վերջին անգամ հիշեցնեմ քվեարկության կարգը։ Թիմի Viva-ի Ucom-ի բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել 44-49 կարճ համարին, նշելով իրենց նախընտրած մասնակցի հերթական համարը։ Յուրաքանչյուր հեռախոսահամարից հաշվելու է 1 ձայն։ Կարող եք նաև քվեարկել Շանթ հեռուստաընկերության պաշտոնական կայքեջում, ինչպես նաև Շանթի եւ Got Talent Հայաստան նախագծի Facebook-յան եւ Instagram-յան էջերում տեղադրված հղումով։ Խնդրում ենք մեկնաբանություններ, նամակներ չգրել, որովհետեւ դրանք հաշվի չեն առնվում։ Պարզապես անցեք հղումով եւ քվեարկեք։ Քվեարկությունը կսկսվի հաղորդման ավարտից հետո եւ կտևի ընդամենը 1 ժամ։ 8 մասնակիցներն ավարտեցին իրենց ելույթները։ Ում օգտին է քվեարկելու հեռուստադիտողը, ովքեր են անցնելու եզրափակիչ փուլ։ Դրա համար եկեք վերհիշենք ելույթները։ Ամբողջ կարտերը անհետացնեմ ու թողնեմ միայն ձեր ստորագրած տզերը։ Ես մի րոպե ծուխ ա գալիս, ծուխ։ Բացեք ու նայեք։ Աբրակադաբրա։ Անհետացան։ Got Talent Հայաստանն է Շանթի եթերում։ Կիսա եզրափակիչ փուլի առաջին ութնյակ արդեն ներկայացավ ժյուրին եւ հեռուստադիտողին։ Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր նախագծի գործընկերոջը SVH Travel ընկերությանը։ Ինչպես միշտ SVH Travel-ը նախատեսել է գլխավոր մրցանակը նախագծի հաղթողի համար։ Մրցանակի մասին կիմանաք շատ շուտով։ Եթե ուզում եք եթերից ավելի շուտ դիտել Got Talent Հայաստան հաղորդումը եւ ընդհանրապես ձեր սիրելի ծրագրերը, ֆիլմերը, ուրեմն շտապեք ներբեռնել Շան Digital TV հավելվածը եւ բաժանորդագրվել։ Շան Digital TV հեռուստատեսությունը ձեր գրպանում, օրվա ցանկացած ժամի, ցանկացած վայրում։ Ահա նրանք, տաղանդավոր 8 մասնակից, 8 անհատականություն, 8 տարբեր ելույթներ, մնում է պարզապես ընտրություն կատարել։ Նրանք սպասում են ձեր որոշմանը։ Քվեարկությունը սկսված է, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ Շանթի եթերում։ Pink Berry, վայելիր այս պահը։